ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, եւ նշեմ բոլոր այն տարբերակները, որով մեզ կարող եք լսել եւ տեսնել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, ապա կարող եք ձեզ հետաքրքրող բոլոր թեմաները ես առողջ եմ հաղորդաշարի իհարկե գտնել այստեղ եւ լրացնել բաց թողումը։ Հրավիրում եմ նաեւ Facebook-յան հարթակ Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ կարող եք կրկին տեսնել live stream-ի տարբերակով եւ մեկնաբանություններում թողնել հարցեր, դիտարկումներ, եթե ունեք այդպիսիք, ես հետևում եմ այս բոլոր հարցերին, նամակներին, հետաքրքիրները, կարևորները կուղեմ մեր այսօրվա հյուրերին, ներկայացնեմ թե ում հետ ենք զրուցելու։ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ, կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Սարիկ Մելքոնյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Եվ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է եւ մենք ավանդաբար պահը եւ առիթը բաց չենք թողնում եւս մեկ անգամ խոսելու այս տեսակի քաղցկեղի վերաբերյալ, որովհետեւ կան որոշ առանձնահատկություններ, կան գիտելիքներ, որոնք կարծում եմ ես հանրության ամենալայն շերտերը պետք է իմանան, տիրապետեն դրանց զգուշ եւ սթափ լինելու համար, կա այստեղ վաղ ախտորոշման խնդիր, դիմելիության խնդիր եւ այլն, այսօր ձեր շնորհիվ փորձենք այս ամեն ինչը լուսաբանել մեր հանրության համար եւ այսպես ինչ է կարծում ինչու է թոքի քաղցկեղի մասին իրազեկումը այսքան կարեւոր ինչու է հատուկ օր հատկացվել օր եմ ասում ինչ օր մի ամբողջ ամիս հատկացվել սրա իրազեկման վերաբերյալ կարող եք երկուստ էլ արտահայտվել հասկանանք ինչու է այսքան կարեւոր Առհասարակ թոքի քաղցկեղի մասին ինֆորմացվածությունը շատ չէ, մարդիկ տեղեկացված չեն եւ մարդկանց մոտ կա վախ այդ ուռուց քաղցկեղ բառից այս պարագայում մենք պետք է իրազեկենք երկու տեսանկյունից նախ եւ առաջ իրազեկենք ինչ է քաղցկեղը, ինչ է իրենից ներկայացնում, ընթացքը, բարդությունները, պրոգնոզը եւ մյուս կողմից ինչ անենք, որ դրանից խուսափենք հնարավորինս կամ գոնե արկայության դեպքում լավագույն բուժումը ապահովենք։ Մարդկանց մոտ եթե տեղեկացվածությունը ավելի շատ լինի, այդ վախը եւ հիվանդությունից եւ բժշկին դիմելուց ավելի կնվազեցվի եւ դիմելիությունը կբարձրանա կարծում եմ։ Իրազեկման իմաստներից մեկը սա է, դուք ինչ կավելացնեք։ Իրազեկումը շատ մեծ կարևորություն ունի թոքի քաղցկեղի, հատկապես թոքի քաղցկեղի դեպքում, ինչու համար, որովհետեւ թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը միշտ եղել է եւ մնալու է դժվարին խնդիրներից, քանի որ վաղ փուլերում թոքի քաղցկեղը ախտանիշեր չի ունենում եւ հայտնաբերման պահին մեծամասամբ, ճնշող մեծամասամբ արդեն ունենում ենք տարածվածություն եւ ոչ վիրահատելի, այսինքն ոչ առաջին, երկրորդ, ոչ վաղ փուլ։ Եվ դրա համար գոնե մինիմալ այն ախտանշանները, գանգատները, որի դեպքում որ պետք է անհանգստանալ եւ դիմել բժշկի եւ կամ չունենալ գանգատներ, բայց ինչ որ ժամանակ մեկ հետազոտվել վաղ հայտնաբերման համար շատ կարեւոր է բնակչության իրազեկման, կրթության տեսակետից, որը իհարկե շատ մեծ արդյունքներ կբերի, շատ կարեւոր է բոլոր տեսակետերից։ Տեսեք, ես օրինակ մեդիա անձ որպես եւ արդեն 10 տարուց ավել հենց բժիշկների հետ աշխատելով տեսնում եմ փաստացի, որ այսօր ինֆորմացիայի աղբյուրները բավականին շատ են, ընդ որում գրագետ պորտալներ հաստատ կան, դա ԱՀԿ-ն է, դա այսպիսի կենտրոնների ներկայացվածությունն է եւ Instagram-յան, եւ Facebook-յան, եւ YouTube-ում էլ, որտեղ որ հնարավոր է ու այստեղ մեր օրերում դժվար չէ ստանալ գրագետ ինֆորմացիա, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր ուռուցքաբան այստեղ գալով նշում է, որ դիմելիության, գրագիտության խնդիր ունենք։ Դուք ինչ կասեք, այսօր դիմելիությունը ինչ վիճակի է։
ուշադիր են, դիմում են, նախապես փորձում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, թե ոչ։ Դիմելիությունը ասել թե բարձրացել է սուտ կլինի, բայց ինֆորմացվածության աստիճանը որոշակի բարելավել է ու այստեղ կա նաև մեկ ավելի կարևոր հանգամանք, որ կա պայքար, մշակվող պայքար ծխելու դեմ։ Արգելքը փակ տարածքներում ծխելու դա արդեն հզոր պայքարի մեթոդ է, բացի իրազեկումը, ու եթե մենք առաջնահերթությունը տանք հիվանդության կանխարգելմանը, իսկ դա մենք կարող ենք մեծ մասամբ դեպքերում, ոչ բոլոր ուռուցքները ունեն արդեն հայտնաբերված պատճառ, չէ՞, մենք ասում ենք բազմակողմանի բազմառիսկային հիվանդություն է, իսկ ծխելու պարագայում մենք գիտենք, որ մեծ նշանակություն ունի վերջինս թոքի քաղցկեղի զարգացման դեպքում։ Այսինքն մենք եթե ուշադրությունը ֆիքսենք հակածխախոտային պայքարի դեմ իրազեկմանը, որ ծխելը վնասակար է եւ իսկապես հանդիսանում է պատճառային գործոն թոքի քաղցկեղի զարգացման, արդեն դա մեծ ձեռքբերում կլինի։ Եվ մյուս կողմից թիրախավորենք արդեն այն պոպուլյացիան, որտեղ որ զարգացել է հիվանդություն, այսինքն վաղ ախտորոշման վրա ուշադրություն դարձնենք։ Այստեղ էլ եթե մենք կարողանանք հայտնաբերել այն պացիենտներին, ովքեր որ առաջին երկրորդ փուլում են, մենք կարող ենք առողջ կյանք պարգևել կամ գոնե երկար տարիների կյանք, քան դա կլիներ երրորդ կամ չորրորդ փուլերում։ Եվ շատ երկրներում մշակում էին այսպես ասված սկրինինգային ծրագրեր, այսինքն միջոցառումների համակարգ է, որը ուղղված է վաղ փուլում հիվանդների հայտնաբերմանը եւ օրինակ Անգլիայում Մանչեսթեր քաղաքում կա մի հատ մեծ ծրագիր սկրինինգային, որտեղ որ գործում է ցածր դոզայով կատեի սարքի եւ ֆլուորոգրաֆիայի միջոցով բարձր ռիսկի խմբերում տարական հանրային տարածքներում, որտեղ տեսնում են խմբակային ծխող մարդկանց կանգնում են ֆլուորոգրաֆիային անում, հետազոտում են եւ եթե տեսնում են կասկածելի գոյացություններ կամ հանգուցիքներ թոքերում, տանում են ավելի մանրամասն հետազոտության։ Սկրինինգային ծրագիր դեռ ամբողջ աշխարհում հաստատված չէ որպես միջոցառում, որը հաստատ կհայտնաբերի պացիենտներին եւ օգուտ կտա, բայց ամեն դեպքում Անգլիան հաստատեց, որ իրենց մոտ վաղ դիմելիությունը վաղ փուլում արդեն ավելի բարձր է, քան ամբողջ աշխարհում։ Պարոն Մելքոնյան, ձեր կարծիքն ինչպիսին է այս բոլոր հակածխախոտային քայլերը, որ մեր երկրում իսկապես գովելի է, մենք հասանք դրան, որ նույնիսկ բացօթյա տարածքներում մոխրաման պետք է լինի եւ դրա շուրջ ծխեն մի տեսակ այդ մշակույթն է ընդհանուր մինչեւ զարգացել, որ ուղակի ամենուրեք չեն ծխում, մարդիկ այլ սրճարաններում դուրս են գալիս, հավաքվում հատկացված այդ բաց բանտախցերի նման վայրերում եւ ծխում, այո, ոչ ներսում երեխաների հղիների կողքը արդեն եթե ինչ որ մեկը ծխում է, ես անձամբ տեսնում եմ այս թարս հայացքներ, այս ինչ ես անում առաջ չկար այսպիսի բան, բայց շարունակում ենք արդյոք մենք մնալ այսպես լավ ծխող ազգ, ինչ կասեք։ Միանշանակ դա չի քննարկում Հայաստանը ծխողների քանակով տոկոսային քանակով առաջատար տեղերից է գրավում, այստեղ հարցը ոչ միայն ծխելն է, այո նաև մշակույթը չծխել հասարակական վայրերում եւ չբարձրացնել ռիսկը пассив ծխողների համար, որովհետեւ пассив ծխողների մոտ նույնպես իհարկե ոչ բազմաթիվ անգամներ, բայց մի քանի անգամ բարձրանում է ռիսկը էլի թոքի չարորակ հիվանդությունների, քաղցկեղի կամ ոչ միայն քաղցկեղի բազմաթիվ թոքային հիվանդություններ կան, որոնց պատճառագության մեջ հենց ծխելն է եւ абսուրդի հասնող դեպքեր են ունեցել նույնիսկ 1-2 տարի առաջ, որ բաժանմունքում վիրահատված հիվանդը պարկած, չգիտեմ ոնց է ինքը այդ հասցրել իրան սիգարետը եւ փորձել է հենց հիվանդասենյակում նոր վիրահատված ժամանակ ծխել։ Ես զուգարանում էի լսել, բայց փաստորեն այստեղ առաջընթաց կա ճակերտավոր հիվանդասենյակ։ Հիվանդասենյակում եւ թթվածնի սարքը միացած ժամանակ, որ ինչ-որ կատաստրոֆայի հասնող բան է, էլի։ Նոր եկող սերունդների մոտ կաշխատի էս չծխելու մշակույթը, որ իրենք գոնե չսկսեն, չնայած այստեղ էլ մենք գալիս ենք էլեկտրոնային ծխախոտի եւ վեյպերի հարցին, ինչ են ասում քիմիաթերապևտ, ուռուցքաբանները, սրանք ավելի ապահով են, թե դեռ մենք ոչինչ չգիտենք,
թե դուք կքարոզեք սրանցից էլ չօգտվել։ Այս նոր սերնդի ճարիքն էլ հենց դա է, որ ծխախոտը արդեն դառնում է այդքան էլ ոչ մոդայիկ։ Old school, այո։ Old school, հա։ Հիմա արդեն այս ժամանակակից վեյպերն են, այսինքն ծխախոտին փոխարինող զանազան տեսակներ կան, երևի ես չեմ կարող բոլորը թվարկել։ Արդեն շատ են, սարքեր են, կառույցներ են շատ տարբեր։ Այստեղ ունենք լրիվ ուրիշ խնդիր, բացի քաղցկեղը արդյոք առաջացնում է թե չի առաջացնում, դա դեռ մենք չենք կարող ասել, դա ժամանակ ցույց կտա, որովհետև սա նոր է դեռ, տարիներ անց մենք կարող ենք արդեն այդ սարքերը ծխող անձանց շուրջ դիտարկել հավանականությունը ու տոկոսը քաղցկեղի զարգացման։ Այստեղ նաև այլ է թոքերի ոչ քաղցկեղային հիվանդությունների զարգացման, ինտերստիցիալ հիվանդության զարգացման, որը էլի կարող է կյանքի որակը շատ վատ թարացնել եւ կյանքի տևողության վրա եւս կարող է ազդել, այսինքն միայն քաղցկեղի առաջացման հարցը չի այստեղ։ Իսկ կարող են ոչ առաջին հայացքից ոչ քաղցկեղային խնդիրները, հիվանդությունները հետո չարորականալ, թե սա միֆ է եւ չարորակը ի սկզբանե է լինում չարորակ։ Չէ՞ որ մենք ունենք նախաքաղցկեղ ասվածը, կան հիվանդություններ, որոնք պայմանական կամ ոչ պայմանական նախաքաղցկեղներ են, այսինքն իրավիճակներ են, հիվանդություններ են, որոնք որ երկար տևողության դեպքում, ժամանակի ընթացքում եւ լրացուցիչ ռիսկի գործոնների առկայության դեպքում կարող են բերել չարորակ հիվանդությունների զարգացման։ Դա խոսքը միայն թոքի քաղցկեղին չի վերաբերվում։ Զուտ թոքի քաղցկեղի համար ռիսկային վիճակներ դա թոքի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններն են, օրինակ, որոնք որ ժամանակի ընթացքում, եթե կա ուրիշ ռիսկի գործոններ, օրինակ ֆիզիկական, քիմիական կանցերոգենների կամ հենց ծխելու ազդեցության դեպքում կարող են բերել քաղցկեղի զարգացման կան։ Ուրիշ ինչ գործոններ կնշեք բացի ծխախոտը, որովհետև համաձայն եմ մեր հանրությունում եւ ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղ, ծխախոտ մի անգամից այս ուղիղ կապը գնում է, բայց կարծում եմ մենք այլ գործոններ էլ կարող ենք նշել։ Կան իհարկե առաջի հերթին է ծխախոտը, բայց կան այլ վնասակար նյութեր, օդի աղտոտվածության բարձր ցուցանիշը, որը մեծ քաղաքներում բարձր է, մեր Երևանը նույնպես մեծ քաղաք է եւ օդի աղտոտվածությունը այստեղ նույնպես ցածր թվերի վրա չէ, եւ կան տարբեր մասնագիտություններ, որոնց ժամանակ վնասակար նյութերը, վնասակար գազերը, քրոնիկ ներշնչումը այդ գազերի կարող է բարձրացնել նույնպես թոքային հիվանդությունների, մասնավորապես թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը եւ նշեմ նաեւ որ քաղցկեղը ասվածը ծխելը չի բարձրացնում միայն թոքի քաղցկեղի հավանականությունը, զուտ ստատիստիկ այն բարձրացնում է բազմաթիվ անգամներ թոքի, բայց կան օրինակ միզապարկի քաղցկեղը, նույն, չգիտեմ, կոկորտի, բերանը, բազմաթիվ ուռուցքներ, մի քանի անգամներ բարձրացնում է հավանականությունը այդ քաղցկեղների առաջացման։ Այսինքն բարձ է ամենից, որ այս ամենը լսելուց հետո ամենակիչը պետքա ծխող մարդը մտածի չծխելու մասին։ Գոնե քչացնելու, հետո թողնելու, հետո թողածը պահպանելու մի շատ զավեշտալի եւ ցավալի խոսք է, չէ՞, ասում են շատ հեշտ է թողնելը, ես տարվա մեջ մի քանի անգամ թողնում եմ ծխելը եւ գիտեմ, որ դա շատ հեշտ է։ Իսկ ինչ կասեք զարգացման բնույթի մասին թոքի քաղցկեղի, մենք գիտենք եւ ձեր կենտրոնի մասնագետներն էլ շատ տարբեր բնութագրեր են տալիս արագության, ագրեսիվության, մետաստազների հակվածության, այլ օրգան համակարգեր ախտահարելու, այսպես միտումի վերաբերյալ թոքի քաղցկեղն ինչպիսին է այս առումով։ Դա մի ամբողջ գիտություն է։ Թոքի քաղցկեղը պացիենտների համար չարորակ ուռուցք է, մեզ համար բազմաթիվ հյուսվածաբանական տեսակներ, այսինքն թոքի քաղցկեղ ասվածը իրենից ենթադրում է մի քանի տեսակի ուռուցքային գոյացություններ, բոլորն էլ չարորակ են, սակայն յուրաքանչյուրը ունի իր հատկանիշաններ, իր կառուցվածքը,
իր պրոգնոզը, ակնկալիքները, իր չարորակության աստիճանը համապատասխան նաև միավոր ժամանակում մեծանալու եւ տարածվելու ինտենսիվությունը, մետաստազավորելու ինտենսիվությունը։ Ոստի երբ որ մենք կասկածում ենք հիմնականում ռադիոլոգիական հետազոտություններով, ԿՏ հետազոտությամբ կամ ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերում ենք գոյացություն, որը բարձր հավանականությամբ կարող է լինել քաղցկեղ, անպայման դիմում ենք բիոպսիայի եւ միայն բիոպսիան է թույլ տալիս հատուկ հյուսվածաբանական, այսպես կոչված իմունոհիստոքիմիական մեթոդներով դա բարդ հետազոտություններ են, որոնք մեզ տալիս են այդ քաղցկեղի կոնկրետ տարատեսակը եւ իմանալով կոնկրետ տարատեսակը հիվանդության փուլը, տարածվածությունը, մենք կարողանում ենք պացիենտի համար մշակել լավագույն բուժումը։ Որ օրգան համակարգերն են առաջին, այսպես թիրախի տակ, եթե մենք ունենք վտանգավոր տեսակ թոքի քաղցկեղի։ Ինչն է այսպես հաջորդ թիվ առաջինը ստուգվում, եթե կարելի է այսպես ասել։ Թոքի քաղցկեղի կրկին մետաստազավորումը էլի կախված է հյուսվածաբանական տարատեսակից, բայց հիմնականում տուժում է գլխուղեղը, ցավոք, լյարդը, մակերի կամները, որոշ դեպքերում ոսկրերը, ավելի քիչ հավանականությամբ այլ օրգանները։ Եվ չիմանալով չեն կարող գուշակել, որ օրգանը կարող է ախտահարված լինել, ուստի հետազոտում է պացիենտը պոլիօրգան հետազոտությամբ, գլուխ, կրծքավանդակ, որովային կոնք ԿՏ հետազոտությունը, որոշ դեպքերում նաև պետ ԿՏ հետազոտությունը թույլ են տալիս մեզ իմանալ պացիենտը այդ 4 փուլերից որ մեկում է։ Կարող ենք նշել, որ ՀՏ-ն նույն ինքը ԿՏ-ն, համակարգչային տոմոգրաֆիան կամ շերտագրումը, հարգելի ունկնդիրներ, այս բառերով էլ կարող եք հանդիպել, ոսկե ստանդարտ է թոքի քաղցկեղի ախտորոշման, թե այստեղ ուրիշ գործիքային հետազոտություններ էլ կնշեք, եւ բիոպսիան էլ, ինչպես հասկանում եք, պարտադիր ստանդարտ է։ Ոսկե ստանդարտը այո համարվում է համակարգչային շերտագրությունը, բայց ոչ թե ճշգրիտ ախտորոշման, այլ ուռուցքի կասկածել հայտնաբերման համար, այո։ Եվ այստեղ ամբողջական պատկերը բուժումը սկսելուց առաջ բազմաթիվ հետազոտություններ կան, ուռուցքը վիրահատելի է, վիրահատելի չէ, փուլը առաջինից 4-րդ եւ կատարանջատում առաջին A, B, երկրորդ այդպես շարունակ բոլորը բջջաբանական տեսակից կախված, փուլից կախված մետաստազի նաև որ օրգանն է մետաստազավորված, որ օրգանն է ախտահարված, շատ կարևոր է դա փոխում է բուժման տակտիկան։ Օրինակ կարող է լինել մետաստազ գլխուղեղում եւ բուժումը սկսվի գլխուղեղից ընդհանուր մինչև վիրահատություն, վիրահատական հեռացում գլխուղեղի ուռուցքի հետո նոր մնացած օրգանները եւ կամ, չգիտեմ, ճառագայթային բուժում, դեղորայքային բուժում, այսինքն շատ կարևոր է ախտորոշումը ճշգրիտ եւ ամբողջ ծավալով հստակ փուլավորումը դնելու համար։ Այ դուք բազմաթիվ գործոններ նշեցիք եւ տարբեր ուղղությամբ դիտարկումներ թվեցիք, ով է անում այս ամենը, կարող ենք մենք այդ անձնակազմը, բուժ անձնակազմը պատկերացնել, քանի հոգի, ինչ նեղ մասնագետներ են մասնակցում, դե դուք պարզեք քիմիաթերապևտ եւ ուռուցքաբան, ուրիշ Շատ հետաքրքիր է ուռուցքաբանություն մասնագիտությունը դրանով, որովհետեւ կա ուռուցքաբան կոչում։ Այ ուռուցքաբանը կարող է լինել վիրաբույժ, կարող է լինել ճառագայթային ուռուցքաբան եւ դեղորայքային ուռուցքաբան։ Եվ բոլորը գործում են միասնական ընկերական։ Ինչու՞։ Ամբողջ աշխարհում այդ մուլտիդիսցիպլինար, այսինքն բազմակողմանի մոտեցումն է ճիշտ, երբ որ հենց այդպես էլ կոչվում է tumor board սեղան, որի շուրջ հավաքված է ուռուցքաբանը, դեղորայքային, վիրաբույժ, ճառագայթային, հյուսվածքաբանը եւ ռադիոլոգը, այսինքն ԿՏ, MRT, պետ-ԿՏ հետազոտությունների մասնագետը եւ պացիենտը, որը որ հետազոտվել է բավարար չափով, որ կարող է բուժական տակտիկա որոշել, հենց այդ սեղանի շուրջ tumor board-ի սահմաններում քննարկվում է եւ որոշում է բուժման տակտիկա։ Մի փոքր պրովոկատիվ հարց, այսքան մեծ կազմով յուրաքանչյուր case կոչվածը դա բժշկական մասնագիտական դեպքն է։ Քննարկելիս պատասխանատվությունը չի կորչում։ Եթե ինչ-որ բան, եթե ինչ-որ գանգատ հարազատի կողմից, եթե մի բան այն չգնա, լավ, այդքանից ով է պատասխանատու լինելու։ Թե ղեկավար կա միգուցե։ Կա իհարկե։ Չեք անում ներքի խոհանոցը։ Մենք դեղորայքային ուռուցքաբաններս հիմնականում կրում ենք այն կոչումը, որ պացիենտը մինչև իր կյանքի ավարտ մեր հետ է։
Մենք իրենց ուղեկցում ենք եւ բուժման ընթացքում եւ ախտորոշման ընթացքում եւ հսկողության ժամանակ, երբ որ պացիենտը բուժված է արդեն, բայց իրեն պետք է գրագետ հսկողություն։ Մյուս կողմից վիրաբույժ եւ ճառագայթային ուռուցքաբանը լինելով գրագետ, իրենք իր պացիենտի իրենց դիմելու պարագայում ուշադիր են լինում, հսկում են նույն կերպ։ Սովորաբար պացիենտը սովորում է դեղորայքային ուռուցքաբանին, քանի որ նա ավելի հաճախակի է հանդիպում, ավելի շատ շփում է տալիս եւ էմոցիոնալ եւ բուժական տեսից։ Հա։ Խնդիր։ Հասկանալի է, հաճախ է լինում, որ քաղցկեղով հիվանդ բուժառուի հարազատների հետ բացատրելու, համոզելու որևէ հետազոտություն կամ վիրահատություն անցնել կամ հակառակը չանել այսինչ բանը խնդիր եք ունենում։ Գիտեք, ինչու եմ հիմա հարցնում, որովհետև ես էլ լսանի այս կողմում գտնվելով հաճախ եմ նմանատիպ գանգատ լսում, որ բժիշկները ոչինչ չեն ասում, որ ապահովագրեն իրենց հետո մեղադրանքներից, այսինքն հարցնում ես ժամկետ, երաշխիք, հետո ինչ է լինելու, որքան է ծառայելու այս հիվանդությունը եւ այլն, եւ նրանք ոչինչ չեն ասում։ Այ ինչու չեք ասում։ Ինչու չեք ասում։ Ես խուսափում եմ, ինչի չենք ասում, այո, որովհետեւ այդ հարցը շատ բոլորը տալիս են, ես անկեղծ ասեմ 100% հարցերի, այո։ Կարելի ասել 100%-ով բոլոր հիվանդները տալիս են, հիվանդի հարազատները տալիս են, որովհետև ընթացքը քաղցկեղով հիվանդի կյանքը շատ անկանխատեսելի է։ Մենք խոսում ենք ընդհանրապես կանխատեսման տեսակետից ստատիստիկայով, այսինքն ձեր փուլում այս բուժումը ստանալու դեպքում միջինում ապրում են 2 տարի ապրում են այսքան տոկոսը մարդկանց։ Դա կարող ենք ասել, բայց ցանկացած բայի կարող է առաջանալ կտրուկ բարդություն, որից որ ոչ մեկ ապահովագրված չի, ոչ մի պացիենտ եւ դա չի կարող կանխատեսել նաեւ բժիշկը։ Արվում են կանխարգելիչ միջոցառումներ, թե այդ կտրուկ բարդությունները առաջացնելու ռիսկը էլի նվազեցնելու համար, բայց Պարզ օրինակ բերեմ, ենթադրենք ստատիստիկան տալիս է կյանք 6 ամսվա, դուք հիվանդին ասում եք, ձեր հիվանդը միջինում ապրելու է 6 ամիս, բայց դա բոլորը չի որ հասկանում են։ Նրանք ընդունում են, որ դա մեր հիվանդը 6 ամսից մահանալու է, բայց հիվանդի ես շատ դեպքեր կան, որ ստատիստիկայից շատ մեծ շեղումներ կան։ 4-րդ փուլով հիվանդը կարող է ապրել տարիներ, որ շատ մեծ շեղում է եւ հակառակը կարող է առաջի փուլով վիրահատությունից հետո կարճ ժամանակ ընթացքում լինի հիվանդության կրկնություն, որ էլի շատ փոքր տոկոս է կազմում։ Դրա համար այդ թվերով խոսելը այստեղ մի քիչ անիմաստ է։ Իսկ քիմիաթերապևտները կամ դեղորայքային, չէ, դաշտի թերապևտները այստեղ ինչ որ ստատիստիկա տալիս են, օրինակ մենք այսքան տոկոսով տարածվածության վրա կազդենք կամ սա կօգնի, որ անպայման վիրահատություն արվի կամ միևնույնն է չի օգնի, այսպիսի բաներ ասում եք։ Ընդհանուր մոտեցումը նույնն է, ինչ որ բժիշկը ասեց, բայց այստեղ կարող եմ ես իմ անհատական սուբյեկտիվ վերաբերմունքը որպես բժիշկ ասել, որովհետև չեմ կարող ասել ուրիշները ինչպես են աշխատում, բայց մեծամասամբ նույն կերպ լինելով մարդ, որ պացիենտի հետ մինչև կյանքի վերջ է լինում, ես ինքս նախընտրում եմ հենց սկզբից քիչ-քիչ մի քանի խորհրդատվությունների ժամանակ բացատրել որոշակի անգամ գիտականորեն ու շատերի մոտ անգամ ոչ բժիշկ, ոչ շատ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, որ իրենց հասանելի խոսակցությամբ բացատրում ես, թե ինչի հետ գործ ունեն, իրենք ավելի հանգիստ են, իրենք ավելի վստահությամբ են գալիս, ավելի սիրով են գալիս եւ անգամ շատ ժամանակ կարիք է լինում գրատախտակի կամ թղթի վրա նկարել, սա այս օրգանն է, ունի այս ֆունկցիան, այստեղի առաջացած ուռուցքը կարող է այսպիսի հետևանքների բերել, այսպես է բուժվում։ Տիրապետելով ինֆորմացիային վախիշեմ նվազում եմ, սկսում են չվախենալ ու ավելի բարձր պատասխանատվությամբ են մոտենում բուժմանը։ Նաև իրատեսական մոտեցում ցուցաբերել խնդրին եւ զարգացմանը ու հասկանալ, որ ոչ մի ուռուցքաբան եւ ընդհանրապես բժիշկ կարծում եմ մաթեմատիկական բանաձևերի եւ ճշգրտության աստիճանի ոչինչ ասել չի կարող, սա կյանք է, բազմագործոն, բազմառիսկ եւ այլն։ Եվ մի հարց ունենք լսանից, որը վերաբերում է տարին 1 թոքերը ՀՏ անելուն, եթե մարդը ծխող է 10 տարուց ավել, այսպիսի ցուցանիշ ես էլ տեղյակ եմ, որ ԱՀԿ-ն առաջարկում է, ինչ կասեք, սա իմաստ ունի։
հետևել ծխողներին։ Հաղորդման սկզբից, որ ասացի, այդ սկրինինգային ծրագրերը ամբողջ աշխարհում տարվում են ցածր դոզայով կատե հետազոտությամբ հայտնաբերելու, դեռ օրինապես ընդունված չեն որպես աշխատող մեխանիզմ, բայց ամբողջ աշխատանքները տարվում են, որ բարձր ռիսկի խմբի հիվանդների, կներեք, անձանց շրջանում, դա ովքեր են, ծխողներն են, հատկապես 20 տուփ ու գերազանցող չափականակով, ժառանգական բարձր ռիսկի գործոն ունեցող մարդիկ են, այդ անձանց շրջանում բարձր տարիքում անեն որոշակի ժամկետը 1, օրինակ տարին 1 այդ ցածր դոզայով կատե հետազոտությունը, որը իրապես վտանգավոր չէ առողջության համար, բայց կարող է վաղ հայտնաբերել չարորակ ուռուցքները։ Միանշանակ ընդունված չէ ԱՀԿ-ի կողմից աշխատանքների մեջ խորհուրդ միանշանակ էլ չեն կարող դեռևս խորհուրդ տալ, որովհետև դեռևս իրեն չի արդարացրել, որպեսզի օրինապես ընդունվի։ Եթե կարելի ավելեմ, ինչի չի ընդունվել, զուտ արժեքային կատե հետազոտությունը էժան հետազոտություն չէ, եւ մենք մեր փորձից ասեմ, մենք 2 տարի այտենց պիլոտային ծրագրով սկրինինգ կատարեցինք մեր կենտրոնում մոտ 70 ամեն տարի 70% ստանդարտներով 50-ից 70 տարեկան 20 տուփ եւ ավելի կամ վերջին եթե չի ծխում ծխել է ամենակիչը 15 տարի առաջ ունեցել ենք նաեւ վաղ հայտնաբերված դեպքեր եւ ասենց այսպես ասած այդ քննարկումները դարձնել սա հիմնական թե ասենց ինչ-որ պիլոտային սա արդյունավետությունը բարձր չէ մենք զուտ ուղում ենք հարցկանալ եւ ապացուցել արդյունավետության տոկոսը դա արդեն պետքա պետական մակարդակով ներդրվի եւ հատկապես ինչը կաշխատի որ իմաստ ունենա վերջապես գումար ժամանակ եւ ռեսուրսներ տրամադրելու նույնիսկ այն հարուստ պետությունները որքեր այդ հնարավորություն ունեն էլի չեն ներդնում, որովհետև հայտնաբերելիության տոկոսը ցածր է։ Ծախսայդ cost effectiveness-ը բարձր։ Մենք ես կներեք մի դեպք օրինակ այդ 70 հոգուց հայտնաբերեցինք, ում խորհուրդ տվեցինք արդեն պոլիօրգան կատե քննություն կոնտրաստով, բիոպսիա, հետո նույնիսկ ասեմ ավելին առաջի փուլ էր, բայց ինչ պատճառներով ես այդ նույն բացատրելու տեսակետից ասեմ մի քանի տեսակետից մի քանի հոգու իր հարազատներին ծանոթ բարեկամ բոլորին բացատրել եմ սիտուացիան բայց ինքը չգիտես ինչի գնաց 1 տարի հետո ներկայացավ արդեն տարածված փուլում Դուք փաստորեն եւ կրթում եք եւ հոգեբանական որոշ գործառույթներ եք իրականացնում եւ երբեմն մերժում եք սոցիալական որոշ սոցիալ-հոգեբանական աջակցություն եք տրամադրում եւ ահա նույնիսկ երբեմն մերժվում եք տարիքային հատվածից կարող ենք խոսել մենք թոքի քաղցկեղի հետ կապված որն է ամենառիսկայինը ըստ տարիքի 50-ից բարձր տարիքի անձինք 50-ից 70 տարեկան այդ նույն սկրինինգ ծրագրերը հիմնականում 50-ից 70 55-ից 65 կախված բանը տենց էլի Իսկ սեռային գործոնի վերաբերյալ ինչ որ բան ունենք կանայք են ավելի հաճախ թե տղամարդիկ Այստեղ հետաքրքիր տարանջատում կա, էլի միանշանակ չէ։ Թոքի քաղցկեղի մեջ մենք առանձնացնում ենք քաղցկեղի տեսակ, դա տափակ բջջային քաղցկեղն է, որը հիմնականում նկարագրվում է ծխողների շրջանում եւ համապատասխանաբար տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում եւ շատ ժամանակ ունենում ենք պացիենտներ կին չծխող Այստեղ մեր մեջ մեծ կասկած է հարուցում այդ փաստը եւ այստեղ կա ժառանգական գործոնը հետազոտելով որոշակի գենետիկ մուտացիաներ մենք հայտնաբերում ենք այդ ռիսկի գործոնները պատճառները ու ավելի թիրախային բուժում ենք նշանակում որը կարող է ավելի երկար ու լավ կյանք ապահովել պացիենտին դրա համար անամնեզ կոչված է այսինքն պացիենտի տարիքը սեռը ծխելու նախնական հարցազրույց կոչված այդ նախնական հարցազրույցը շատ է մեծ օգնում Լավ, շնորհակալություն, կարևոր էր կարծում եմ բոլորիս համար։ Մենք զրուցեցինք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ, կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Սարիկ Մելքոնյանի եւ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, հուսամ կրկին կհանդիպենք կարևոր որևէ թեմայի շուրջ, ցտեսություն բոլորին։
Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։